շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Հասան Օմարի Արևմտյան Ադրբեջանի մահալները խորագրով հետազոտությունը։ Թալին Արևելքից Արագյոս լեռների ձյունապատ գագաթներով, իսկ հարավից մեծ ու անջուր տափաստաններով շրջապատված Թալինի մահալը Երևանի խանության 15 մահալներից մեկն էր։ Հյուսիսից Շորայելի, հարավից Սարդարապատի եւ Սադլի մահալներին, իսկ արևմուտքից Կարսի փաշայության հետ սահմանակից մահալի տարածքում կար 20 գյուղ։ Չնայած իր սակավաթիվ բնակչությանը եւ փոքր տարածքին, նրա դեպի Սև ծովի ափեր տանող քարավանների ճանապարհների վրա տեղակայվելը այս տարածքը դարձրել էր Երևանի խանության կարևորագույն տարածաշրջաններից մեկը։ Թալինի մահալը համարվում է քրիստոնյա ղփչաղներին պատկանող հնագույն եկեղեցիներով եւ ամրոցներով ամենահարուստ տարածաշրջանը։ 5-7-րդ դարերի Մաստարայի տաճարը, 10-րդ դարում կառուցված Թալինի տաճարը, իսլամական մշակույթի ժամանակաշրջանին պատկանող Թալինի քարավանատունը եւ Շադդադիների ժամանակաշրջանում կառուցված Թալինի բերդը վկայում են այստեղ ապրած թուրքերի ճարտարապետական հարուստ մշակույթի մասին։ Ցարական Ռուսաստանի կողմից գրավումից հետո Թալինի մահալը վերացվեց եւ մտավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։ 1918-20 թվականներին այստեղ հայ դաշնակցական զորքերի կողմից իրականացված ջարդերի արդյունքում մահալի տարածքում ապահովված բնակչությունը լքել է այս վայրերը։ Խորհրդային իշխանության տարիներին արդեն ամբողջությամբ հայերով բնակեցված այս տարածքում ստեղծվել է համանուն Թալինի շրջանը։ Վեդիբասար Վեդիբասարի մահալը գտնվում էր Աղրդաղի հովտի մեծ Աղրը եւ փոքր Աղրը լեռնագագաթների դիմաց Արազ գետի արևելյան ափից միջև Գյոչայի մահալը ձգվող, մի կողմից Շարուրի եւ Դարալայազի, մյուս կողմից Գառնիբասարի մահալներով շրջապատված տարածքում։ Հնագույն գրավոր աղբյուրներում մեր թվարկությունից առաջ 1200 թվականի ասորական սեպագիր արձանագրություններում հիշատակվող թուրքալեզու Գարգարի Խարխարի երկրում Վեդիբասարի մահալի հետ մեկտեղ նշվում է նաեւ Զանգիբասարի, Գառնիբասարի եւ Գղխուլաղի մահալների տարածքների ներառվելը։ Վեդիբասարի հարթավայրային մասում կառուցված Գյավուր գալան, Թոփրակ գալան, Գառնի գետի երկայնքով դեպի Գզալդաղի եւ Աղդաղի լեռնաշղթաների ստորոտներում սփռված մեծ ու փոքր ամրոցները այս վայրերի հերոսական պատմության խոր վկաներն են։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի բերդի անկումից հետո Վեդիբասարի մահալը, ինչպես եւ ամբողջ Երևանի խանության տարածքը միացվել է ցարական Ռուսաստանին։ Այն ժամանակ Վեդիբասարի մահալում բնակվում էր 3449 ադրբեջանցի եւ 15 հայ։ 1847 թվականին խանության տարածքում ստեղծված Երևանի նահանգի կազմում ստեղծվել է Զանգիբասարի, Գառնիբասարի, Վեդիբասարի եւ Գղխուլաղի մահալները իր մեջ ներառող Երևանի գավառը։ 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի ժողովրդական հանրապետության ստեղծվելուց հետո Վեդիբասարի մահալի տարածքը համարվում էր վիճելի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Քանի որ Ադրբեջանի հանրապետությունը իրականում չի կարողացել վերահսկել այս տարածքները, այս վայրերը գրավելու համար հայերը սպանել են խաղաղ մահմեդական բնակչությանը, հրդեհել տներն ու գյուղերը, դաժան տանջանքների են ենթարկել ծերերին, կանանց ու երեխաներին։ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից 10 տարի անց Վեդիբասարի շրջանի տարածքում ստեղծվել է Վեդիի շրջանը։ 1936 թվականին շրջանը բաժանվել է Վեդիի եւ Ղարաբաղլարի շրջանների։ 1948 թվականին Ղարաբաղլարի շրջանը կրկին միացվել է Վեդիի շրջանին։ 1964 թվականին Վեդիի շրջանը ամբողջությամբ վերացվել է եւ միացվել Գամարլիի շրջանին։ Բայց շուտով Վեդիի շրջանը վերակազմավորվել է որպես ինքնուրույն շրջան։ 1968 թվականի մայիսի 9-ին Վեդին վերանվանվել է Արարատ։ Թեև 1948-53 թվականներին ադրբեջանական բնակչության մեծամասնությունը արտաքսվել է ադրբեջանական ԽՍՀ, մինչև 1988 թվականը Արազդայան, Խալիսա, Շիդլի, Շիրազլը, Գարալար, Ենդիջա, Թայթուն, Քիչիկ Վեդի, Բոյուկ Վեդի, Շխլար, Ավշատ եւ Աշաղը Ղարաբաղլար, Դևելի, Դաշլը, Արմաշ, Չամբարակ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել։